Ալը։ Բրթա։ Լիանան, որ նեղացել եք։ Լիանան էդ ինչ արել, որ նեղացել եք իրարից։ Նա Լիանային հարցը, Մակարյան ջան։ Ոնցարկյան մի հարց է, որ վարչապետ Փաշինյանն ասում է, որ տան պատերից քարեր եք հանում, հենց ինը, որը անցել է պետությանը։ Ոնց մեկնաբանեք այդ։ Փաստաբանի հայտարարությունը նոր արել է տվեք թող իրանք նայեն։ Ուրեմն ես ասեմ, որ բոլոր նորից ասենք թե հիմնական Գուլոյանը, որ իր տուն ես ասեմ փոքր իր երեխաների համար, դա շուտ է եղել մինչև որոշումից առաջ։ Վարպետներին բռնետալն է, որ այդ վարպետները ոչ թե քար քանդող տարող են, այլ կառուցում են, գեղեցկացնում են, ու Գուլոյանն իր փաստաբանն ասա դիմեք, որ 2 միլիոն ու կես է, ես չեմ ընդունել, բայց որոշում ես պատրաստ եմ այդ 2 միլիոն ու կեսը վճարեմ, իմ հորական պապական տունն է, մեր խելքի տունը մնա, ինքը ոչ թե քանդած ավելի գեղեցիկ սարքում են, վարպետները, որ սարքում են այնտեղ են։ Ինչ արի, երես պատումը։ Այո, իհարկե, Երես պատումը, այսինքն այդ աբլիցով կան քանդելա, որ նոր քարեր։ վարպետներին տարել են 3 օր միլիցիա, վարպետները ցուցմունքը տալիս են, այո, իսկ այդ քանդելը եղել է այդ որոշումից առաջ, մի տարուկես առաջ։ Որտեղ ապել իմ այնքը, պարոն Գուլոյան։ Հիմա Վարշավա մնում։ Պարոն Ծառուկյան, վարչապետի հայտարարությունը աղմուկների վանդակամարտների հետ կապված ոչ ինտերնետ պատրաստվում եք Արդեն ամեն անգամ հարցելով արդեն նոր հարց, նոր։ Հաշված օրեր են դասել։ Ուր ես չկացած։ Մարզարշավի ավարտին հաշված օրեր են մնալ։ Այո։ Ինչ ոչ ունեք ուղղված հասարակությանը կամ գուցե ընդդիմության լիդերներին խոսք ունեք ասելու։ Ես խոսք ունեմ ասելու ժողովրդին, ինչքան շփվել եմ իրանց ցավը տանեմ, իրանք հոգնել են եւ քաղաքում եւ վարչական շրջաններում եւ գյուղերում, իրենք ուզում են այդ հայույանքը ցեղ շպրտելը, բռնելը, կալանավորելը մարդկանց չի հետագ, մարդկանց հետագում իրենց կյանքը, իրենց ընտանիքը, իրենց առօրյան, իրենց վիճակի լավացումը, եկին խաղաղությունը, որը խոսել եմ, լսել եմ, ունենք լավ ծրագիր, ունենք լավ թիմ, ունենք ցանկություն, ունենք հնարավորություն իրականացնել իմ ժողովրդի ցավը տանեմ, որը զգանքեմ, չէ՞։ Հիմա տեսնեք ինչ ա կատարում, դրա համար պետք է մտածեն երկրի ժողովրդի համար, ընտրությունը թող շատ լինի, բայց կոնկրետ պետք է ընտրես ամենալավը, որը դա անվտանգ է քո երկրի համար, քո ժողովրդի համար, քո ժողովրդի առօրյայի համար։ Պարոն Ծառուկյան, հավանական պայմաններում է ասում քարոզարշավը, այս հարցը բոլոր ուժերին տալիս ենք։ Դե տեսնում եք, քարոզարշավը հավասար պայմաններում ամեն մեկը ներկայացնում է իր ծրագիրն ասում, բայց դա իհարկե իշխանությանը չի վերաբերվում։ Նրանք կարան էսել անեն, այն մենք փորձենք մի բան կատարենք, սաղին կբռնենք կտանեն։ Դաժե մարդիկ խնդրելով մի հարցով ես ասում եմ ոչ, ընտրությունը իմ հետ գործ չունի։ Փաշինյանը նորից սպառնում է, ասում է դուք նստելու եք, ասում է երկար նստելու եք այդ վանդակում, թե չգիտեմ, կամերում հետնել որցա լինելու։ Ցավը տանեմ, հալի գնալ, նորմալ բաներից խոսացեք։ Քրիստոսի արձանը Ես ասել եմ առաջինը ես չեմ սկսում, մարդիկ ասում են պատասխանը ստանում են։ Մեր առուտները տեղակ են, որ իրան շուրջ sense պրոցեսներ կան։ Ինչ անում եք։ Ակվի, արի, նայ, ասված, Պարոն Ծառուկյան, երբ բացի Քրիստոսի դա վարտեն եկել ենք հանդիպալ, ժողովրդյան, թողեք մենք մեր գործով զբաղվենք։